ապրիլի 10-ն է, Երևան, Սևան, Իջևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բալի դիմաց Դավ Մակնիշի բեռնատարը դեռևս անայդ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին մոտ երևի մի 60 մետր երկաթե արգելապատնեշներ, ժողովուրդ ջան կներեք, երկաթե արգելապատնեշներ կոտրել եւ հայտնվել բաժանարար գոտում։ Վթարի հետևանքով վարորդը ում առաջին օգնության են ասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս պահին օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները հատուկ տեխնիկայով փորձում են երկաթե արգելապատնեշները մասնատեն, որպեսզի այն տեղափոխվի։ Մենը փայկի տղեր գոր ջոկատներ, Փայք երկրորդ ջոկատ։ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման երկրորդ ջոկատն է վայնա, չէ հենա վայն չի։ Վարդումյանը չէ։ Այս պայն տեսպեք, հատուկ փրկարարները այդ հատուկ տեխնիկայով փորձում են երկաթե արգելապատնեշները կտրեն, որպեսզի կարողանան ավտոմեքենան դուրս բերել։ Տեղում ուժեղացված ծառայություն են իրականացնում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ դաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։ Վթարի պատճառով խցանումը հասնում է մոտավորապես մի քանի կիլոմետրի։